Ալբերտ Տուրը կատարում է ուղևորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ Մոսկվա, Վորոնեժ, Երևան ուղղություններով։ Գործում են ճկուն զեղչեր։ Հեռախոս 8 926 650 1694։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Բարև ձեզ։ Բարև։ Ես այդ աղջիկը կգա, կծանոթացնեմ հետդ կտենաս ինչ լավն է։ Մագադի չունես անելու։ Հա, չէ։ Հիմա դու երևի մտածում ես ինչ եմ, չէ՞ տենց մտածում քո մասին։ Թե երևի որ քո աշխատողն եմ դրա համար էլի։ Օբրես։ Բայց դու ոնց որ ուզում էիր, չէ՞ ընկերուհի ունենայիր։ Հա։ Ահա, տենում ես, որ մի տնօրենն արա իր աշխատողի մասին տենց մտածում ոնց որ ես։ Հենա, էս էլ ինքն է։ Դու սպասես ամեն կգանք։ Ապետ անենք կողնի բացատրենք ինչ մոմենտա, որ անկած բան չանի, էլի։ Արի մեռնեմ ջանին։ Բալոյական եւ անբալոյական վնասները վեգալում ենք մեր վրա։ Բայց մենք քեզ լավ ենք ճանաչում, Կարմեն։ Մենք գիտենք, որ միջև մեր ընկերոջ հետ ընկերություն անելը դու 43 հատ ընկեր ես ունեցել։ Ես ընկեր չեմ ունեցել։ Էլ մի սկսի, հա։ Մենք շատ լավ գիտենք քո անցյալը։ Պրոստը հիմա գլուխներս ես քաշքշուկից ազատելու համար, քո համար մեծ կարգին տղա ենք ճարել։ Կարգին տղա։ Դու էլ ես չես արմանում։ В общем, այդ լացուկոցդ կդի ուշադիր ինձ դսի։ Հանկած չեմ ուչում ճանես, չասես այդ տղեն իմ ճաշակով չի եւ այլն եւ այլն։ Բայց եթե իմ ճաշակով չեղավ, ես իրեն չեմ պսակ։ Ադա բա մեն ընկերոջ չեր պիտի պսակվես։ Հալավ հանգստացի կարո։ Հալավ սիրուն ջան, ամեն ինչ քո սրտով կլինի։ Դու հիմա հանգստացի չգում ամբո։ Պես չէ, ես ուղղակի ուզում եմ մանրամասնենք ոնց շփվեմ, էլի հետը։ Դուք ինձ կանչի կազիկ ընկերու եք ճարել իմ համար, բայց ես չեմ հասկանում, ինքը ինձ արդեն հավանում է, թե ես պետք է հավանացնեմ։ Հավանացրու։ Հարց չկա, բա տենց ասեք, ապեր։ Բայց կարևորը որ ինքը արդեն քո դուրը գալիս է, չէ՞։ Վայ, շատ լավ աղջիկ։ Դե գնա ապետ։ Սա վայ ախպետ։ Բտենում ես ում հետ ենք աշխատում։ Չնայած մարդ պետք է իր ծանոթության մեջ նավսյակի սենց մի քանի նմուշ ունենա, էլի։ Օրինակի համար, մարդը մեզ լրջով պատժ կարեց։ Հա, բա ոնց ախպետ։ Բա հետո Կարմեն ջան։ Ինչը հետո։ Չէ, ոնց եք։ Լավ։ Իմիջիայլոց դուք շատ սիրուն աղջիկ եք, գիտեք, իսկը իմ ճաշակով։ Մի րոպե։ Սովորես խիարը։ Դա նորմալ է դա։ Սպասիլը կարո։ Կարմեն, հեսա որ դու իր այդ շփվես կտենաս ինքը ինձ սրտի տեղ տղայա։ Քեզ թագուհու պես կպահի։ Բայց ինչ ես ուզվում որ։ Մենք քո համար դու համար։ Ամեն դիդար հետ ոտ պսակվես,
կեցցե ազատությունը գոչելով ման ես գալու։ Դու էլի ոնց ֆրֆրացել ես, տենց էլի կֆրֆրաս, քո ազատությունը ոչ մեկ քո ձեռից չի խլի։ Դե գնա։ Ես դες միայնակ եմ։ 3 տեղ աշխատում եմ, հետո հոգնած ջարդված գնում եմ տուն, հաջորդ օրը նորից գործի եմ, էլի 3 տեղ։ Կլինի թողես ինձ։ Ես քեզ չեմ կարա տողեմ, դու իմն ես, տենց բան չկա, չի կարալնի։ Այսօր կգնանք մեր տուն, ես քեզ տնեցիք հետ կծանոթացնեմ, հա։ Չէ, ես այս տեսքով ձեր տուն չեմ կարա գամ։ Ոյ։ Ես քեզ սիրուն շորիկ կառնեմ։ Հա։ Հազիվ դեպքից ժպիտ եկավ, տեսար։ Իսկ դու շատ փողում ես։ Դե տենց որ ճիշտ ասեմ, ձերս այդքան չկա, բայց տունը $500 ունեմ պահած։ Կամաց ինձ սկսում ես դուր գալ։ Ես քեզ դրսում կսպասեմ։ Դու կգնաս այդ փողը կվերցնես, կգնանք ինչ որ կանենք, հետո կգանք ձեր տուն, լավ։ Լավ։ Մամ։ Հայ մամ։ Մամ։ Հասա, Ուր է իմ $500-ը։ համբարձում ջան, պապա տա վերցրել։ Չհասկացա, պապան իմ փող ինչի ա վերցրել։ Դե վերցրել է, որ անկա բաների վրա չծախսես։ Ուֆ, լավ էլի։ Դու այդ փողի տեղը գիտես։ Չէ։ Դե զանգի, իմացի որտեղ ա փայել։ Հա, կյանքս։ Կարմեն ջան, ես հեսա ստեղ մի քիչ տենց անախորժությունների մեջ եմ։ Ես հեսա մի անգամից վերցնում եմ իշտեմ, ցավը տանեմ, մի րոպե սպասի։ Եղավ համբարձում ջան։ Հեսա տամ դու ասա։ Դուր ես դրա ինչ եմ ասել։ Հա, պապա տա։ Բայց ինձ ինչ ես տալի։ Տես ինչ ասում։ Հա, Ինչի տա պետք է փողը համբարձում։ ո՞նց ինչի սա պետք։ Իմ փողն ա ուզում եմ իմ մոտ լինի։ Քո մոտ չի լինելու։ Պապ, լավ էլի, պետք ա ինձ, ասա որտեղ ես պահել։ Ասա տեսնեմ ինչ ես անում։ Ասում եմ պետք ա։ Պետք է պատասխան, հա։ Ով վերցրու, հա։ Այսի շատ համով բանա, ինի համով չեր, ինի հինա, այս իրան իսկ ուտես։ Ուշեմ ես ճոգի դու ինչ կուտես։ Մա դու սողուհի։ Ես ունան։ Ազի ժան, իրան ուրեմը բերում ես մի հատ դուրու, լիմոնատով։ Ինձ էլ բերում ես ձեր ամենաթանկ կոֆեից։ Լավ։ Բայց քեզ ոնց կլղեի։ Բա քեզ ոնց կլղեի։ Հիմա բայց հիմա ես ոնց գամ։ Լավ հեսա գալիս եմ։ Այս ինչ է։ Այ հիմա սուսուփուս հացդ կուտես։ Բա հետո ապեր սրճարանում լավ անցավ։ Արա ես ուզում էի հլնեի այդ տղու գլուխը բացեի դու ասեմ ես լավ անցավ։ Բայց ինչ ես ուզում այդ տղու գլուխը ջարդես որ։
Քեզ ինչ Անուշիկ ում է տանգերություն անում։ Հədi պրինցիպի հետ էլ ես ճիշտ, բայց դե Արա չփլի, պրոստը որ ես գիտեմ, որ Անուշիկը սատկում է իմ համար։ Չեմ ուզում էլ ինքը իր երջանկությունը արա զոհաբերի ուրիշի հետ ելնելով հանդերձ։ Ճիշտ ես։ Հա ես միտեղ կարայի ինձ զոհե իր հետ պսակվեի, հասկանում ես։ Ես ջանդամ արա, կարևորը իր երջանկությունն է։ Հավա ոնց ապեր։ Գիտես կատակ եմ անում արա։ Դու ես գիտես ինչ խորը անձնավորություն եմ։ Ես հանուն մարդկանց երջանկության ու բարեկեցի կյանքի արա բանակում։ Գիտես ոնց է ինձ նեղություն տալի արա։ Հեռավոտից իրիկուն ավելը ձեռիցս չէի գցում արա։ Սաղ մակրությունը ես էի անում, մեկը որ պատշիվ չէր կարեմ, չէ ասենք կարեր, վեգալը մասում էի տուր արա տվեք, ես կկարեմ, ասում էի ես կարուձևի խմբակ եմ գնացե, տենց էի ասում, որ տայն էլի, հասկանում ես, եթե մեկը մեկին թթու խոսք ասեր, չէ, են նեղվողի հետ նստում հետը հավասար լաց է ելնեմ արա։ Հավատում եմ ապեր։ Բայց Անուշիկը շատ մեծ սխալ արեց ապեր։ Հələ փոխանակ գար պարզ ու մատչելի ինձ ասեր գիտես ինչ կա, ես քեզ սիրեմ եմ, գնաս է ես իմ ինչ հնգերաճար է, որ ինձ ներվացի օպքի մեջ գցի արա։ Ես իրա տեղալ էի, տես չի անի։ Բա դու ինչի նույնը չես անում։ Հələ գժվար նարեք, պիտի մեր հակով արա։ Էլի կարբիտը մեջդ խոսաս, չէ։ Էլի երևի։ Փիս ազդեցություն ունի։ Այսօրն էլ սենց մատնացրի։ Ինակ թեատեսնյակը այսօր էլ ինձ տանը չբռնացնի արա։ Այսօր պապայ ախրնիկը սաղորը քեզ եմ անեկը, գիտես, չէ։ Հա գիտեմ։ Այսօր էլ գնամ երևի Կարբիթենսյանը մնամ։ Դարել եմ բոշը արա։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Սենց լավ է, չէ։ Ահա։ Իսկ այսօր իմ հետ կմնաս, չէ։ Հա, բայց ձերոնք բան չեն ասի։ Չէ, մերոնք զարգացած է։ Հապրես մամ ջան։ Անուշ Լիլի։ Ինչ ես տենց նայում։ Դե ոնց որ պատժելու օբյեկտներն եմ ուսումնասիրում, էլի։ Դե լավ, ուսումնասիրի։ Դու դուրը փագել եմ։ Այդ չի ուզում գամ ճանապարհին։ Ասմա գիշերը մնալու են մեր տանը։ Հա? Ինչ են անելու։ Մնալու են մեր տանը։ Տղիդ կապարիչը вообще թռել, հա? Հլմետ կանչի դարել։ Բոյ, Եվրոպա, ստեն։ Ներողություն, որ ձեզ անհանգստացնում եմ։ Դուք մեզ չեք խանգարում։ Ուղղակի համբարձումը որոշում էր որտեղ պատժի։ Համբարձումյա տես պապատ ինչ է ասում։ Ինչ ասում որ։ Կանչում է, բալես, չգիտեմ։ Հեսա գամ կյանքս։ Սպասում եմ։ Շատ հեռու չի գնում, այս կողքի սենյակն է։ Գիտեմ, ուղղակի մենք տենց ենք էլի իրար հետ։ Ասա։ Սիջենց։ Այդ ռայթը մնալու է մեր տանը։ Հա, Համբարձում կարաս մի հատ ինձ բացատրես, օրինակ ինչի է այդ աղջիկը պետք է մնա մեր տանը։ որտեղ մենք իրար սիրում ենք։
Այդ ալեսուր է սաունթած է։ Հլո չգիտես ինչ աղջիկա, ինչ հացու է, բդրը ծնողները։ Ծնողները նորմալ է, պրոբլեմ չի։ Այսից ծերունդա մեծանում, այդ ինքը հոմեր հարսը չի, որ մնա մեր տանը։ Համել ես તો կյանքում հարս չեմ բերի։ Կամ լավ, ասենք որտեղ պիտի ինքը քնի ես տանը, որտեղ մենք տեղ ունենք քնելու։ Իմ սենյակում։ Այդտեղ բադու որտեղ ես քնելու, հա։ Ես էլ իր հետ։ Այդ մալ ուրիշ ասում է, հա, ինքը տես բաներից քաշվել չունի։ Հենց հիմա տան ճանապարհի, ես շանձատական եմ։ Բայց ի՞նչ ես խփում, պա։ Լավ եմ անում։ Դու հենց հիմա տան ռադարատնից քարես շանձատակ չեմ արել։ Մեծ չանեց որ քեզ այդպես ռադանեմ, հա։ Բայց մենք արդեն պայմանավորվել ենք իր հետ, որ ինքը պետք է ստե մնա։ Հիմա գնամ ասեմ գնա։ Համբարձում։ Ինքը այս տանը չի քնելու, այդտեղ ուզում է վրետ մնա։ Դու չես հասկանում նա նպատակը, հա։ Իր նպատակը իմ հետ լինելն է։ Դու դու ստարտանից։ Ուրեմն ես էլ եմ գնում իր հետ։ Հա, հենց դու էլ ռադել տնից։ Ճիշտ է, այսօր եմ համբարձումի հետ ծանոթացել, բայց առանց իրա էլ իմ կյանքը չեմ պատկերացնում։ Հա։ Գնացինք։ Ուր եք գնում։ Չգիտեմ։ Բարի գիշեր ձեզ։ Գալու եք այսօր։ Չէ։ Ստեսյուն։ Հաջողություն։ Բարի գունձես։ Բարև տղա ջան։ Բարև։ Սիրելի Վռամձյա, սիրելի Մարգարիտա տոտա, ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնեմ ձեր շատ սիրելի Մխոյի շատ սիրելի ընկերուհուն, որը հիմա ներս կմտնի։ Կարող եկեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք նստեք։ Նստի Հասմիկ ջան։ Նստի։ Ինքը Հասմիկն է, Հասմիկ ջան, Մխոյի մաման ու պապան են։ Աղջիկ ջան, համեցեք, եկեք նստի։ Արի բանում։ Ես գնամ։ Այդտեղա, կարբիտ, ինչ ես այդ աղջկան վերսե բերեմ մեր տուն, հա։ Բայց չծանոթանաք ձեր ապագա հարսիկի հետ, Վռամձյա։ Որ ես տղեն, այդտեղա, քեզ ու գլխու ես ինչեր ես անում, հա։ Բայց ինչի ինձ ու գլխու, Վռամձյա։ Հենա, Մխոյի հետ գնացել են կաֆե ու իրար հասկացել են։ Ոյ քո արա, այսինքն դու ուզում ես ասես, որ Մխոն այդ աղջկա հետ շփում ունի։ Բա ոնց Վռամձյա։ Այսինքն դու ուզում ես ասես, որ Մխոն ինքն ասել, որ այս աղջկան բերես մեր հետ ծանոթացնես, հա։ Ինքը քաշվում է, Վռամձյա։ Ինքը ոնց կարա տես բան ասի։ Լսի կարբիտ, ես քեզ այնօր ասեցի, չէ։ Ասեցի, որ այտենց բաներ չի կարա լինի։ Այդտեղան չես այս աղջկան բերել մեր տուն, հա։ Վռամձյա, բա թողեմ իմ ընկերը տանջվի։ Եթե ես չբերեի, Մխոն այդ աղջկան փախցնելու էր։ Ավելի լավ չի ես եմ բերել։ Մի րոպե, սպասի։ Այսինքն Մխոն համաձայն է եղել, որ դու այս աղջկան բերես մեր տուն։ Որ սա օրը գնում է իր շենքի մոտ լրվեցնում է, տանում է կաֆե։ Այդ ի՞նչ է նշանակում։ Իմ տեղը Լյուբոյ հասկացող տղայլներ կջոգեր, որ Մխոյի սիրտը կպած է այդ աղջկան։ Դու կարբիտ, ենթադրենք սիրտը կպել է։ Այդ հասկացանք։ Ենթադրենք դու ճիշտ ես։ Բայց ինչ ես այս աղջկան վերցրել բերել մեր տուն այդտեղա։ Լսի կարբիտ։ Դու կարծում ես ես չեմ հասկանում, թե դու այս խաղերը ուր ես տանում, հա։ Դու կարծում ես ես չեմ հասկանում, որ դու անենց ես ուզում անես, որ Մխոն վերջնականապես Անուշիկին չուզի այդտեղա։ Ավելի Վռամձյա, Անուշիկը մեր քուրն է, ես ոնց կարամ տես բան անեմ։ Կարբիտ, ամեն ինչ իր սահմաններն ունի։ Ուրեմն ուշադիր լսի, հենց հիմա այս աղջկան վերցնում ես ու երկուսով միասին այստեղից գնում եք։ Դավայ արագացրու։ Վռամձյա, ինչ ես ինձ անհարմար դրության մեջ դնում։
Ինձ թվում է Մխոս ոչ էլ տեղյակ է սրա մասին։ Շատ ավելի վատ իր համար։ Ուրեմն ինքը այնքան հարիվ է Մարգարիտա, որ իր ընկերները ոնց ուզում են, իրանց առաջ են տանում։ Անուշիկն է եկել։ Ոյ քո արա, բանարը հանգարց ներ չմտնի, սրբուի, գնա դեմը կտրի, ինչ ուզում ես ա, մի խոսքով, ձեռից բռնի բերստեղ։ Դավայ, շուտ արա, մն մեր այդ աղջիկը մտեր հյուրասենյակ, Մխոյի նոր ընկերին ուտենար ու հուսատվեր։ Ախր ես Մխոյս 1000 անգամ ասել եմ, այդ կարբիտենց հետ ընկերություն մի արա, հեռու մնա, գործ չունես։ Որ ասել ես ինչ է։ Այսինքն ոնց չանի, Մարգարիտա, ոնց չանի։ Ախր Մխոյի բոլոր ընկերնյակների հերերը իմ մոտիկ ընկերներն են, ոնց չանի։ Բարև ձեզ։ Բարև Անուշիկ ջան։ Բարև իմ Անուշիկ բալա, իմ քաղցր Անուշիկ, իմ մումուշ Անուշիկ, իմ սիրուն համով։ Ոյ, Անուշիկ ջան, ոնց ես ցավդ տանեմ, ոնց ես իմ Անուշ բալա։ Լավ եմ, շնորհակալություն, դուք ոնց եք։ Մենք էլ ենք լավ, մենք շատ լավ ենք։ Իրեն դեռ չի եկել, հա։ Դեռ չի եկել։ Ախր Իրենը կա ինչ անի, Իրենի թողես մենակ աշխատի, սա որ աշխատում է, նստի ցավդ տան, նստի մերնեմ ջանի։ Չէ, ոչինչ, ես հյուրասենյակում կսպասեմ։ Այ մերնեմ ջանի, նստի, երին նստի, այ ցավդ տանեմ, մենք էլ ենք քեզ կարոտում, ախր մենք էլ ենք ուզում շփվենք, դե խոսա տեսնենք ոնց ես, ոնց ես, երեք պապայի հետ էի խոսում։ Հա, ասում ես երկու օրվա մեջ երևի Ռուսաստանից գա, այ մարդ, ոնց եմ հարգում հորդ, հրաշք մարդ է, հրաշք մարդ, գիտես քանի տարի է ճանաչում հորդ, չգիտի, ուրեմն մենք հորդ գիտես երբանից ենք ճանաչում, ուրեմն այն ժամանակ մենք որ ճանաչում ենք, հենց մենք ցեղ բան չունենք, այ ժամանակվանից ճանաչում եմ հորդ։ Հա, պապաս շատ լավն է։ Հա։ Պապաս, երեք ընկերոջս նկարներն էի ուղարկել, շատ էր ուրախացել։ Բա երկի կուրականա, ընկերոջդ։ Չհասկացա, ընկերոջդ։ Հա, ընկերոջս։ Այսինքն մենք այդ ընկերոջդ չենք ճանաչում։ Չէ, չեք ճանաչում, բայց ես խոսք եմ տալիս անպայման մի օր կբերեմ ձեր տուն, ձեզ հետ կծանոթացնեմ, շատ լավ տղա է։ Անպայման բեր ծանոթանանք, մենք շատ ուրախ կլինենք, իհարկե, մենք ենք ուզում ծանոթանանք ընկերոջդ հետ, բա իհարկե, չէ՞ Մարգարիտա։ Բայց Պապան էլ դրա համար է, էլի, ոնց որ թե շուտ գալիս, ոնց որ մի շաբաթվա գործ ուներ դեռ, բայց հետաձգելա որ շուտ գա։ Հա, երևի։ Ոյ, ես Մխոսա։ Մխոնա, Մխո։ Բանարիկ Մարգարիտա ջան, դուք Անուշիկ հետ շփեք, ես հեսա կգամ։ Շփեք ձեր ցավը տամ։ Շփեք, ես հեսա գալիս եմ։ Այդտեղ։ Հիմա որտեղից սկսեմ։ Ինչը ասեմ, ինչը չէ։ Դու ասա։ Արա դու տղա ես, թե ես իմ ինչ ես։ Ես քեզ տղա եմ մեծացրել, թե տրիկո հագնող։ Դու այ տղա, այ Մխո ջան, այնքան քրոջը տրիկոները հագար, որ մնացիր տրիկոյի տակ։ Մոտդ արդեն տրիկոյի մտածելակերպ է ձևավորել։ Դու արդեն այդ ընկերներդ են ջոկել արա։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Ավելի ատեսնյակ, լավ էլի, դրա համար ինձ կանչիր։ Դու այդ բա մենք այդպես տղա ենք համը Խոջան։ Բա ատեսնյակդ այդ տղեն, լնայ ատեսնյակիդ էլի։ Բա ես այդ նման վերաբերմունք էի արժանի, այդ տղա։ Բայց ես ինչ եմ արել։ Ես հո այդ աղջկան չեմ բերեմ մեր տուն։ Դրանց խելքին փչելա վեգալ է բերել են ստե։ Դու այդ դրան։ Բա ինչ ես վերցրել տարի սրճարան հետդ, հա։ Ինչի։ Ատեսնյակ, ես իրավունք չունեմ իմ ուզած մարդու հետ գնամ սրճարան։ Էդ է քո ուզած մարդը արա։ Վայ։ Դու լսի, ինչ ես թողեր որ Անուշիկ ընկեր ունենա, հա։ Այդ տղա։ Ես հիմա արդեն կվատանամ սիրտս արդեն լավ չի։ Ատեսնյակդ որ մեռնել ընդհանրապես չունի, հիմի աչքիդ առաջ կընկնի կմեռնի, հա։ Դու այ հարիվ։ Ախր ոնց ես թողեր որ Անուշիկ ընկեր ունենա։ Այդ ոնց ես մտածում, այդ տղա, ես չեմ հասկանում։ Չես սիրում այդ աղջկան, հա։ Հիմա էլ չէ։ Արա ոնց հիմա էլ չէ։ Ինչի հիմա չէ։ Մենք այդ տղեն ենք ատեսնյակ, որ ընկնենք ինչ-որ մեկի հետևից։
Սաղ կյանք դու ես ինձ ասել ես ոչ մեկի հետևից չընկնես, թու իրանք ընկնեն քո հետևից։ Հլենայի դեմս ինչ ա դնում։ Դու այդ աղա, այն ինչ որ ասել եմ, դա Անուշիկին չի վերաբերում։ Հետո ամեն ինչ նորմալ էր գնում, այ ախպերս։ Դու Իրանն էիր սիրում, ինքը քո համար խելագարվում էր, այն չի դրի սաղ փչացրեցիր այդ աղա։ Եթե ինքը ինձ սիրեր, այդպես վրազի մեջ հնգես չեր ունենա։ Մախո, ախր աղքատի հետ ամուսնանալ, դա նշանակում ոչ թե առաջ գնալ, այլ քիթ բերնի վրա ներքև ընկնել։ Աղքատի հետ ամուսնանալ դա նշանակում է, որ այդ աղքատի բարեկամներին բոլորին աշխատատեղերով ապահովել։ Ես չեմ հասկանում այդ տղա իմ հաշվին արտագաղթ ես վերացնում արա։ Դա ես կանգնացնում։ Հենց հիմա վեր կաց։ Այդ աղջկանը վերցրու ընկերնյակներիդ հետ միասին սերից գնացեք։ Շուտ արեք, ներումներս քայքայվեց, գնա արա, շուտ արա։ Թե կարծում ես ես չէի կարա քո տակը թանգանոց մեքենա դնեի։ Ինչը։ Բայց ծոցորակդ կտեսնես, մեքենա չես տեսնի, բոդրոմ բանարի։ Ուխտ քորող։ Ասջան, մերն եմ սրտի տադի գնանք, էլի քուտ։ Ինչի։ Դե էսել չստացվեց։ Հա, բայց։ Ինչը բայց։ Ես ալուրերով գիտես, չէ ինչ են ասելու իմ մասին։ Այնքան բան կասեն արաբորսыз, մարդուզս ուղեղը կթափի։ Ինչը հա բայց աղջիկ ջան, ինչը հա բայց սիրուն ջան, ինչը հա բայց այ քաղցերս, տենում ես ինչքան սիրուն բարեր եմ ասում, ասեմ սիրուն բալա վեր կաց գնա, որովհետև մենք պիտի արդեն պատրաստվենք քնելու, հասկանում ես։ Հա, ես իրան հիշում եմ, տեսել եմ իրան սրճարանում Մխոյի հետ։ Էդ էլ ես տեսել։ Ադի էլի մերն եմ սրտի տադի գնանք։ Հր էստես որ չի ուզում գնա։ Այ խոնար ու համեստ աղջիկ ջան, վեր կաց գնա, որովհետև մենք ուզում ենք արդեն քնենք։ Բայց մենք չծանոթացանք։ Իսկականից որ շատ ծիծաղալի է։ Յո։ Հո տեսեք որ ինքն էլ է ծիծաղում արա։ Ստիլը։ Ձերքս թող։ Անցի ես։ Ձերքս թող։ Ես ինչ թայդրոն ես սեր։ Ձերքս թող ասում եմ։ Ես ոչ մի թայդրոն էլ չեմ սարքել, ես քեզանից զզվում եմ։ Թխի թուգը։ Եթե դու իսկականից իմ ֆանատն էիր, չէիր կրա գնայր քեզ սեն շուտ ընկեր ճարիր։ Ես չգիտեի, որ ես քո ֆանատն եմ։ Ու ես այդ ընկերոջը չեմ ճարել, այդ ինքն է ինձ գտել ու հասկացել, որ ես իր կյանքի կեսն եմ։ Դե բգնա մուտը։ Աղաչում եմ միջանալեք, բուժեք այս իմ սապերը, ինչի համար այսպես եղավ, որն են մեղքս ներասված, ինչի համար աշխարհը կանք։ Աղաչում եմ միջանալեք, բուժեք այս իմ սապերը, ինչի համար այսպես եղավ, որն են մեղքս ներասված, ինչի համար աշխարհը կանք։ Հայր ջան։ Անետ ինչ ա եղել մեր տանը։ Տո ինչ չի եղել։ Երկար թեմա է, վաղը կտնանք կպատմեմ, էլի։ Լավ։ Իր մենակ մի բան եմ ուզում ասեմ, էլի։ Քո աղբերը տղամարդ չի։ Ես վերջնականապես իրանից զզվեցի իր։ Դե ինչ ասեմ ան։ Ոչ մի բան, ուղղակի հետդ կիսվում եմ։ Չնայած ինչ եմ զարմանում, մեկ այս իր հետ կյանքում էլ չէի կարող ապրեի։ Իսկ իմ նոր ընկերը շատ լավն է իր։ Բայց այդ լուրջ է։ Հա, լուրջ է։